Քաղցրաշեն գյուղում թթված խաղողի հոտը երկրորդ օրն է չի անցնում։ Անդրանիկ Մովսիսյանը 8 տոննան ճամփեզրին է թափել, որ անցնողները տեսնեն չմթերված բերքն ինչպես է փչանում։ Պատմում է, որ գործարանի մոտ 4 օր հերթ է կանգնել։ Գործարանատերը սակայն հրաժարվել է խաղողը վերցնել, պատճառաբանելով փչացած է։ Հրաժարվել են անգամ կիլոգրամը 30 դրամով մթերել, ասում է։ Չեն մթերում, եթե մթերեին ժամանակին, չէ փչանա, դրսից մեքենաներ գալիս է։ Սա աշխատողին է, սա իմ բարեկամին է, սա իմ քեռուն է, սա իմ մորքուրի տղային է, մենք էլ չունենք գինեգործ ազգու բարեկամ, մենք պետք է մնանք դրսում, մեր մեքենաները մեր բերքը փչանա։ Այս տարվա առատ բերքը խաղողագործի ընտանիքի միակույսն էր։ Վարկերի պատճառով ժամանակին տնից զրկվել է ու վարձով է բնակվում։ Պարտքերն էլ օրորի ավելանում են։ Ունեմ մեծ ընտանիք։ Ես հույս ունեի, ես խաղողը վաճառելուց հետո կամ մի դոմիկ առնեի ինձ համար, կամ ցախ առնեի, մի բան անեի, որ ձմեռը հանեի իմ ընտանիքին։ Մի ամիս հետո այդ հորնիկ եմ ունենալու։ Ես պետք է իմ ընտանիքը այս ծրանով պետք է պահեի։ Համագյուղացու օրինակն աչքի առաջ ունենալով քաղցրաշենցիներից շատերը տոննաներով խաղողը չեն քաղել։ 1 կիլո խաղող ռեշեմանում քաղեմ տամ ծավոդը, որտեղ կարող է տանեմ ասի 50 դրամ, 30 դրամ։ Ես ինչ անեմ, տրակտորիստի փողը չի անի, թույնի փողը չի անի։ Հələ լավ երեխաներն դերսից մեկի ճուղարկում է, ցամաքած ուտում են։ Պայմանագիր չեն կապել, իմ հետ գնացել եմ չեն կապել, իմի ես ռիշչեման քաղեմ, թափել, ինչ քաղեմ։ 50 դրամ։ Կլուչի կոնֆետը 2500 դրամ, կլուչի կոնֆետը կիլո։ Ես խաղողը չեմ տա 50 դրամ։ Քաղցրաշենի գործարանում մթերում իրականացնող Վինար ընկերության տնօրեն Ավետ Գալստյանը իր հասցեին հնչող մեղադրանքներին համամիտ չէ։ Վարչապետի հորդորով խոստացել ենք նախորդ տարվանից ավելի շատ բերք մթերել, սակայն չենք խոստացել, որ անորակ բերքն ենք մթերելու, ասում է տնօրենն ու պնդում, որ այս ընթացքում միայն 3 մեքենա են հետ ուղարկել։ Անկամ իմ աշխատողները ինձ ասում են, պարոն Գալստյան, փափուկ եք, չի կարելի այդքան վատ խաղող ընդունել։ Ասում են, ոչ մի գծով տարեք, մի բան կմտածենք։ Բայց այդպես չի լինում, իրանք միակողմանի են նայում, եթե վաղը մյուս օր այդ պատրաստված գինի նյութից կոնյակի սպիրտի հետ կապված ես խնդիր ունենամ, ոչ մի գյուղացի իմ կողքը չի կանգնելու։ Վինարի շշալցված կոնյակները տեղական շուկայում չեն հայտնվում, արտահանվում են Չինաստան ու Ռուսաստան։ Շատ արտահանողների նման ռուբլու փոխարժեքի տատանումների պատճառով այս ընկերությունն էլ է տուժել։ Մոտ 70%-ով կրճատվել են Ռուսաստան ուղարկվող խմիչքի ծավալները։ Բոլոր արտադրողները ունեն այդ խնդիրը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունում 83% ինֆլյացիա եղել, Հայաստանում 17%։ Իսկ հիմնական շուկան մոտավորապես 80% մեր շուկան Ռուսաստանն է։ Գործարարը փաստում է, իրենք մի քանի ամիս անց գյուղացիներից ավելի վատ վիճակում են հայտնվելու, քանի որ ռուսական շուկայում հայկական խմիչքներն արդեն այնքան էլ մրցունակ չեն։ Տեղը զիջել են վրացականին։ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին ևս անհանգստացնում է, որ Ռուսաստանը շահավետ պայմաններ չի ստեղծում ԵՏՄ անդամ Հայաստանի համար։ Երբ որ Մոլդովայա Ռուսաստանը սկսեց ճնշել 2-3 տարի առաջ, հիշում եք գինիները պատճառաբանեց, որ նրանց մեջ բաներ կան, սրանցի անվտանգության նորմերի խախտումներ կան եւ այլն, մոլդովական գինիները արգել են վաճառել եւ Մոլդովիայի քանի որ հիմնական հնան եւ էքսպորտը կախված է գինուց, որտեղ այնտեղ հզոր գործարաններ են, ինքը հենց այն տեղին խփեց, որով Մոլդովիային խեղճացնի։ Եվրոպան ձեռք մեկնեց օգնության, քվոտաներ տվեց։ Մինչեւ 1.2 միլիոն, 1.5 միլիոն դեկալիտր Եվրոպան թույլատրեց մոլդովական գինիներ վաճառել Եվրոմիության երկրներում։ Այսինքն եթե կան այդպիսի մոդելներ, կարելի է նույն բանը անել հիմա, մաքսային միության ներսում իրար աջակցելու համար։ Եվ մեր կառավարությունը հուշում են, որ այդ նման գաղափարներ նաև դնեն սեղանի վրա բանակցությունների ժամանակ։ Տնտեսագետի կարծիքով քվոտավորման կամ նման այլ մեխանիզմի դեպքում գինի եւ կոնյակ արտահանողները վստահ կլինեն, որ իրենց արտադրանքը իրացվելու է, ինչից կշահի ոչ միայն արտադրությունը, այլև գյուղացին։